Մեծդան Գիլիգիո Գաթոյգոսության Անտիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայրդաջարը իր Սուրբ Խորանի վարակույրը բացավ Գալստյան գիրագին 22 մարտ 2026-ի արավոտուն նշելով հայրապետարանիս ուխտի օրը։ Արդարև հանդիսաբեդությամբ Սուրբ Աթորույս կհագալ, նորին Սուրբոձություն դեր արամարաչին սրպազնակույն հայրապետին մայրավանքի մեծ Սուրբ պատարակ մատուցեց եւ հավուր բաչաջի կարոզեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Կերաշնոր Դեշայ արքեպիսկոպոս Պանոսյան։ Նախ ամբողջունեց ներկա հավատացյալները, որոնք մայրդաջար հավաքված էին նախնիներու բարեբաշտական սովորություններու հետևողությամբ հանդիսավորապես նշելու հայոց հավատքի հոր Գրիգոր Լուսավորիչի խոր վիրապ մուտքի ու չարչարանած հիշադակը։ Շահե արքեպիսկոպոս շեշտեց, որ Լուսավորիչ հայրապետին հավատն է, որ այսօր պետք է բահենք մեր կյանքի մեջ, որբեսի այդ հավատքով բայձարանա մեր ներաշխարը եւ անդրադառնանք, որ Լուսավորիչ հայրապետ միան անցյալ է մեզ եկող նվիրական անումը չէ, այլ նույնքն մեր կյանքին առնչվող լուսավոր իրողությունն է։ Գաբրինք սպիրկի մեջ եւ վստահաբար սպիրկյան մաշեցնող իրականության մեջ մեր հիշողութենեն գնան անհետանալ շատ դվյալներ, սակայն ըսկուշ պետք է ելանք լուսավոր ճահիմեն մեր հավատքին նկատմամբ եւ արիտ պետք չէ դանք, որ մեր կյանքով զոհվի այն ինչ որ մեր նախկին սերունդները իրենց հավատքով եւ արյունով կերտեցին։ Սուրբ պատարակի ավարտին հայրապետական թափորը եկեղեցվող ղանջներու ներքև եւ շրջապատված դբդեվան կիսաներով Գիրգյան ուխտի միապանությամբ Լիբանանի հայոց թեմի քահանայից տասով եւ հոմենթմենի սկաուտներով Գաթոյգոսարանի Գիլիգիա տանկարանեն օրմա առաջ դուրս բերված համաքրիստոնեական եւ մեր եկեղեցվո սուրբերու սրբազան մասունքներուն եւ մեր հավատքի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետին աչին ուղեկցությամբ շրջեցավ մայրավանքի շրջաբակը եւ ուխտավորներուն փաշխեց մասունքներուն օրհնությունը։ Ապա վեապար հայրապետը բարձրացավ Սուրբ Խորան եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետին սրբազան աչով գդարեց չորրորդնեկի արարողությունը։ Նշենք, որ Մայրդաջարի Սուրբ Խորանին վրա տրվեցավ Լուսավորիչի աչը, ինչպես նաեւ Սուրբ Սեղպեստրոս ու Սուրբ Նիկողայոս հայրապետներուն եւ Բարսամ ճգնավորին աչերը, որոնք միապան հայրերու հսկողության ներքո այդտեղ մնացին մինչեւ ուշ երեկո։